Տիկին Վարդանյան, վերջի մի քանի օրերին մենք տեսանք իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների պահվածքը քաղաքացիների նկատմամբ, նախ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը, հայհոյանք, քաղաքացու հետ 3 եկեղեցում։ Այս ամեն ինչը ինչի մասին է վկայում, իշխանությունը ինչու է նման քայլերի դիմում, ինչի կարող է այս ամենը հանգեցնել։ Երկու պատճառ ես կարող եմ առանձնացնել, առաջինը, որ այսպիսի դեպքեր այս իշխանության կողմից նախկինում են եղել եւ պատշաճ գնահատականի չեն արժանացել եւ դա այսպես ասած ավելի ազատ է արձակել իրենց ձեռքերը, երկրորդ պատճառը ըստ էության իրենց լարվածությունն է եւ ընդհանուր հանրային մթնոլորտը։ Լարվածությունը, որովհետեւ վերջիններս հասկանում են, որ իրենց իշխանության նկատմամբ վերաբերմունքը իսկապես փոխվել է, հանրային վերաբերմունքն է փոխվել եւ նաեւ ստեղծված մթնոլորտի արդյունքում նաեւ հանրությունը դարձել է անհանդուրժող իրենց նկատմամբ։ Սրան զուգահեռ մենք տեսնում ենք այլ գործընթաց, երբ իշխանականներին ամեն ինչ թույլատրվում է եւ նրանք դրա համար պատասխանատվության չեն ենթարկում եւ պաշտպանվում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հետևում։ Այսինքն վիրավորանքի համար մարդուն կարող են վիրավորանք տված մարդու արարքը կարող են քրեականացնել եւ հասցնել միջև խուլիգանության արարքի։ Իսկ 3 եկեղեցում տեղի ունեցած միջադեպը պարզապես եթե ոչ այլանդակություն, այլ կերպ բնութագրել չի կարելի, որովհետեւ մի կողմից Փաշինյանը վիրավորում է, անպատվում է եկեղեցուն եւ այսպես զայրույթ է առաջացնում հավատավոր հոտի մոտ, մյուս կողմից գնում է եկեղեցի եւ փորձում է միջամտել եկեղեցական ծեսին եւ դրանով իսկ առաջացնում է մարդկանց զայրույթը։ Այստեղ ուզում եմ եւս մի կարեւոր բան առանձնացնել, խոսքը վերաբերում է այն հոդվածին, որով երեկվա երկու երիտասարդները ձերբակալվել են, խոսքը վերաբերում է ծառայողական եւ քաղաքական գործունեությանը խոչընդոտելուն։ Այս հոդվածը այսպես մի նոր շատ արատավոր նախադեպ է դնելու, որովհետև դա նշանակելու է, որ եթե Փաշինյանը կամ ցանկացած իշխանավոր գնան որևէ միջոցառման եւ այնտեղից պարզապես իրանց հետ համաձայն չլինեցող մարդիկ դուրս հրավիրեն վերջիններիս, ասելու են դուք իրենց ծառայողական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտում եք եւ սա քրեորեն պատժելի արարք է։ Սա իսկապես շատ վտանգավոր եւ շատ այլանդակ նախադեպ է ստեղծելու իրավական համակարգում։ Եվ երկրորդ հանգամանքը, որ ելի ուզում եմ այս առումով առանձնացնել, դա կայանում է նրանում, որ այս իրավիճակը ըստ էության իշխանության կողմից կարող է կրկնվել, այսինքն նրանք պարբերաբար սադրելու են տարբեր իրավիճակներում մարդկանց եւ հետո փորձելու են այդ սադրելու արդյունքում մարդկանց սպառնալ քրեական գործերով։ Իրենք տարբեր սոցհարցումների մասին է խոսում, որոնցով իրենք առաջինն են, հա, բավականին բարձր տոկոսներ ունեն։ Այդ դեպքում այդ մտավախությունը ինչից է գալիս։ Գիտեք, եթե մենք նայում ենք իրենց վարքագծին, ապա դրանից ավելի այսպես վառ արտացոլանք իրականության չենք կարող տեսնել, որովհետև իրենց վարքագիծը խիստ համարժեք է այն սոցհարցումներին, որոնք իրականում գոյություն ունեն, այն մթնոլորտին, որ իսկապես գոյություն ունի։ Այսինքն այս իրենց անհանգստությունը, այս իրենց, չգիտեմ, ոչ adekvat վարքագիծը խոսում է այն մասին, որ իրենք էլ շատ լավ տիրապետում են իրական սոցիոլոգիական թվերին, իսկ իրական թվերը խոսում են այն մասին, որ այս իշխանությունը այլևս մեր հասարակության կողմից ընդունելի չէ։ Եվ այս իշխանությունը առաջիկա ընտրություններին, եթե չկիրառի իրավախախտումների այսպես ամբողջ փաթեթը, իսկ ես տեսնում եմ, որ իրենք քայլ առ քայլ գնալու են դրան, ապա նույնիսկ այսպես մեծամասնությունից շատ հեռու ձայներ է ստանալու։ Եվ հետևաբար այս ցայտնոտային վիճակը նաև պայմանավորված է նրանով, որ որքան էլ իրենք այսպես մարդկանց փորձեն համոզել, որ սոցիոլոգիական հարցումներով իրենք խնդիր չունեն եւ արդեն ունեն 51+ ձայներ, իրականությունը բոլորովին այլ է եւ իրենք էլ դա շատ լավ հասկանում են։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ գնալով նման դեպքերը, հա, քաղաքացի, իշխանության ներկայացուցիչ շատանալու։ Ես այդ մասին առաջին անգամ չէ որ ասել եմ, նորից պետք է կրկնեմ, որ այս իշխանությունները միջև ընտրությունները շատ ավելի լուրջ ռեպրեսիվ գործիքներ են օգտագործելու, քան մինչ այժմ օգտագործել են, այսինքն մենք առաջիկայում կտեսնենք նոր ձերբակալություններ, նոր կալանքներ եւ այսինքն իրենք պետք է անեն դիմեն ցանկացած միջոցների, որոնցով հնարավոր կլինի երաշխավորել իրենց վերարտադրությունը, որովհետեւ այս ընտրությունը իրենց համար կենաց մահու ընտրություն է, որովհետեւ այս ընտրություններից է կախված
իրենց հետագա ճակատագիրը եւ նաեւ մեզ համար այս ընտրությունը սովորական ընտրություն չէ, որովհետեւ իրականում սա պետություն եւ պետականություն ունենալու ընտրություն է։